ընտրություններին ըստ օֆիցիալ վիճակագրական տվյալների մասնակցել են մոտարապես 60% ընտրող, որից մոտարապես 49-50 համարենք հավաքելա իշխող կուսակցությունը, այսինքն 60 բաժանած 2, 30%, այսինքն եթե հավատանք այդ օֆիցիալ տվյալներին, ապա իշխանությունները ունեն 30% վստահության քվե, բայց պետք է հաշվի առնել, որ էական մեծ ռեսուրս, իշխանական ռեսուրս օգտագործվել է ընտրությունների ժամանակ, այդ ակնհայտ է, չեմ ուզում դրա մեջ խորանամ, այդ բոլորին ակնհայտ, եւ ասենք դե եթե մի 20-25% էլ դուրս հանենք, այսինքն իշխանությունը հանձինս վարչապետի չունի լեգիտիմություն։ Սկսենք դրանից։ Գևորգյան, մի պահ կանգ առնենք, դուք 25% բարձ չի ոնց հանեցիք, այդ 25%-ը որ հանում եք եւ 5% եք թողնում, նորից եթե կարելի է, որովհետեւ հետագայում մենք այդ թվերով ենք, բայց այդ ընտրական իշխանական ռեսուրսը ակնհայտ օգտագործվել է։ Բայց 20% է, 15% է, 25%։ Լավ, թող 20% է։ Կարող է հենց ամբողջ 30%-ն է։ 30%-ը դա արդեն բավական ցածր լեգիտիմության բան է։ Ուրեմն ստեղ պետք է նաև մենք վերլուծենք այդ բանը սահմանադրությունը, հիշում եք, այս սահմանադրության գործում այն ժամանակ սահմանադրությունը նույնպես անցել է կեղծիքներով, իրականում սահմանադրությունը քվեարկությամբ չի անցել, այսինքն մեր մոտ այս ընթացքը հարահոսը ամեն ինչ կեղծիքների վրա է հիմնում, եւ այդ տարիներով կուտակվում է եւ ավելի վառ դառնում իշխանությունը փաստորեն իր գործողություններով փոխանակ այդ հեղափոխական ճակերտավոր, որտեղ ես չեմ ընդունում դա որևէ հեղափոխություն չի եղել, իշխանապողություն է, իշխանահանձնում է եղել Սերժ Սարգսյանի օրոք, այս սույն անձին ոչ մի դրական այդ իմաստով, որ բարելավի, ասենք, հասարակության վստահություն ձեռք չի արվել եւ չի արվելու։ Հիմի էլ չեմ ասում, որ դրա արկայությունը, որ ոչ այսպես ասած ցածր, ասենց ասեմ, լեգիտիմություն եւ այլը մեծ խնդիրներ առաջացնում դրսի ճնշումների համար, որտեղ դրսից մենք ակնհայտորեն տեսնում ենք ուժեղ ճնշումներ եւ տեսնում ենք ակնհայտ մեր դիրքերի հանձնում բոլոր բնակավարում, դա կլինի սիմվոլիզմի բնակավարում, որտեղ դա շատ կարևոր է, դա կլինի մշակույթի բնակավարում, դա կլինի սահմանների, չեմ ասում, դե ասենք որը սկսել է սահմանների հանձնումը ոչ թե 20 թվականի պատերազմից, այլ 18 թվականից, երբ որ վարչապետը թույլ տվեց, որպեսզի Նախիջևանի կողմից իբր թե ադրբեջանցիներ ունենան հնարավորություն իրենց գերեզմանները այցելելու, ահագին կարծեմ 5 կիլոմետր խորացան մեր սահմանների մեջ։ Եվ այս վիճակում, երբ որ նա բացարձակապես հրաժարվում է ամեն ինչից, ինչ որ բնորոշում է հայկականությունը, սպասել, որ այդ դժգոհությունները չեն պայթելու, միամիտություն կլներ։ Մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ այս ընտրությունները պետք է հաղթահարեն մի գլխավոր մակրոխնդիր, մեծ խնդիր հայ ժողովրդի եւ ընդհանրապես մեր պետականության համար։ Նեգատիվ ընտրություն այլևս Հայաստանում չպետք է լինի, այսինքն չարյաց փոքրագույնի ընտրություն չպետք է լինի Հայաստանում, որովհետեւ երկու անգամ այդպիսի շռայլություն մեզ թույլ տալ մենք չենք կարող եւ որևէ երկիր թույլ տալ իրեն չի կարող, բայց ոչ մեկը չանցած այդ բազմիցս հնչած ահազանգին, որովհետեւ ինչ է տեղի ունեցել։ Մեր նախորդ ընտրությունները չարյաց փոքրագույն էին։ Այսինքն չարյաց փոքրագույնի ժողովուրդը գնում է եւ ընտրում է։ Իշխանությունը կորցրեց իր ռենոմեն, իր հասարակական համարումը, բավականին արագ իջավ շատ ցած այդ համարումը եւ հիմա նորից քարոզչական ողջ ռեսուրսի
վարչական ռեսուրսի օգնությամբ տարավ ընտրությունը նորից չարյաց փոքրագույնին։ Բայց ինչի է այդպես լինում, պատճառը որ ուրիշ տարբերակ չկա, ուրիշ հնարավորություն, այսինքն ինչ հնարավոր։ Հիմա տեսեք, բազմաթիվ օրենքներով, ինչպես նաև միջազգային եսի նկատի ունեմ, ընկալման շրջանակում չի կարելի անել այն, ինչը արվեց Հայաստանում, այսինքն ժողովրդին ասենք թե նվեր տրվեց առողջապահական մի ինչ-որ ծրար, որը եթե շեմին է ընտրությունների արվում, դա ընտրական կաշառքի տարբերակ է դիտարկվում, որը անթույլատրելի է ամեն դեպքում։ Սրան գումարվեցին նորից այդպիսի էլեմենտներ, որոնք իշխանությունը իրեն կարող է թույլ տալ, եւ սա ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ էվոլյուցիա է իրականում ապրել մեզանում պայմանական ասած այդ ընտրակաշառքը։ Այսինքն եթե մի ժամանակ ասֆալտ փռելով էր, ինչպես բոլոր երկրներում ա եղել, Հնդկաստանում էլ դեմոկրատիան կայացել է այդ, եթե նայեք այդ ասֆալտ փռելուց մինչև այս նույն տարբերակները, որոնք ասենք կիրառվեցին նաև Հայաստանում։ Մենք հայտարարել ենք ոչ մեկ անգամ բազմիցս, որ երկրորդ անգամ նեգատիվ ընտրություն Հայաստանը չի կարող մարսել, ուղղակի դա մեր հասարակական պետական ստրուկտուրան աստիճանաբար շիջեցնելու է, մարեցնելու է այն, ինչը երկրի պաշտպանունակության գլխավոր երաշխավորն է։ Այս ժողովրդի հավատը արդարացիության եւ սեփական պետականության հանդեպ։ Մենք այս բանը պարբերաբար ասել ենք եւ հիմա կանգնել ենք նորից այդ նույն դաշտակի առաջ։ Հիմա որ քննարկում ենք, մանդատները կվերցնեն թե չէ։ Մենք համարում ենք, որ այդտեղ գոյություն ունեն այդ պարզունակ լուծումները պետք չի այլևս բերել մեջտեղ։ Մանդատները վերցնում ենք թե չէ։ Մանդատները պետք է վերցնել, որպեսզի շարունակվի քաղաքական process։ Հիմա դուք ասում եք, որ հա, մի մասը կարող է հրաժարվել մանդատներից։ Հրաժարվեցին մանդատներից, ովքեր են գալու վերցնեն այդ մանդատները։ Այդ միևնույն ցուցակները, որոնք առաջադրված էին, իրենց մեջ կրում են բազմաթիվ այլ մարդկանց։ Առաջին համարները շատ պատկերացնելի է, որ դրանք անձինք են, որոնք հնարավոր է եւ չխախտեն իրենց խոսքը։ Բայց դրանից հետո եկողները արդյոք այդպիսի կոշտ համոզմունքների տեր մարդիկ են, ովքեր կկարողանան պահել իրենց դիրքը, թե դա արդեն թույլ ավելի անձինք կլինեն, որոնց ինչպես ասում են, իրենց կողմը քաշելը, իրենցով անելը կլինի ուղղակի մեխանիկական առաջարկների արդյունք։ Ես սա պարզորոշ տեսնում եմ եւ այնուամենայնիվ մտածում եմ, որ մենք պետք է այդ մասին եւս ահազանգենք եւ ասենք, որ իրականում հասկացանք լավ, մեր ընդդիմությունը ստացվեց այնպես, որ ընդդիմությունը ամենակիչը, որպեսզի կոռեկտ լինենք եւ ընդդիմության ներսում, ասենք, հրկիզող չլինենք, ասենք, որ դեռևս չի հասունացել։ Դեռևս չի հասունացել այնքան, որ գիտակցի, երբ ինչն է անհրաժեշտ ճշգրիտ անել։ Ինչպիսին է հնարավոր պայքարի շարունակությունը, որոնք են այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն ընդդիմության դաշտում։ Այդ ծրագրերի մասին պետք է հայտարարվի եւ սպասարկվի այդ ծրագրերը հասարակական հնարավոր լրատվամիջոցների ողջ զանգվածով։ Այս ամենի բացակայության պայմաններում մենք նորից հնարավոր է ունենանք տնաբույս զարգացումներ։ Այդ մարդիկ ինչ որտեղ, ինչ որ բաներ կստանան, չեն ստանա, համեմատաբար լավ կապրեն, վատ կապրեն, ինչ կլինի, հասարակությունը դրանից չի շահելու։ Եվ ինչու, ասենք, այսօր պետք է այդ նույն բանի մասին խոսենք, երբ որ խոսել ենք այսքան տարի։ Վերջին հաշվով, երբ որ մենք խոսում ենք նրանից, թե Հայաստանում ինչը կարող է իրավիճակը շտկել, կամայական երկրում իրավիճակը կարող է շտկել արդարացի ընտրությունները, արդարացի վարվեցողությունը, մեզանում այդ ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդարացի, այսինքն եթե նրանք ազատ չեն, եթե հարյուրավոր մարդիկ են ձերբակալվում էլի ընտրության օրը, դա նշանակում է, որ նաև արդարացի չեն այդ ընտրությունները արդեն, առանց խորանալու դրա մեջ, եթե տեղի է ունեցել այդպիսի զանգվածային ձերբակալություններ, որը երբևէ չի եղել Հայաստանում։ Հիմա այս ամենով հանդերձ, այսպիսի ծանրաբեռնվածությամբ հասարակական համարումը իջնող քաղաքական ուժը իզորու է լինելու պատասխանատու որոշումներ ընդունել Հայաստանի ճակատագրական անցումների վերաբերյալ։ Մենք չմոռանանք էլի, որ ունենք երկու թշնամի, որոնք ցուցադրում են այդ, որ թշնամի են մեզ, այսինքն հայտարարում են, որ
հայերին նոր գենոցիդ է պետք անել, հա, ասենք Աբխազիայում, իսկ Աբխազիայում հայտարարում ընտրությունների ժամանակ, որ հայերին մինչև չոչնչացնենք, Աբխազիան չի դառնալու Աբխազիա։ Եվ Ռուսաստանը ստիպված է հանել զորք ռազմաճակատից տանել Աբխազիա, որ հայերին դե չմորթան, որտեղ Թուրքիայի տեխնացուն այնտեղ հայտարարում է այդպիսի բան, երկու տեխնացու են իրար դեմ, Թուրքիայի տեխնացուն հայտարարում է Թուրքիայի կարծիքն է արտահայտում ըստ էության։ Եվ հիմա մենք հայտարարում ենք, չէ, ոչ մի բան չկա, ամեն ինչ լավ կլինի եւ այլն եւ այլն։ Մենք ինչ-որ փոփոխություններ պետք է անենք, ինչը էս մեկի քիմքին է հարմար, այն մյուսը դրանից հետո մեր հետ ճշնամություն չի ունենա։ Լսեք, գոյություն չունեն այդպիսի որոշումներ, այդպիսի վճիռներ, որոնք փորձում ենք մենք կայացնել։ Ընտրությունների արդյունքը պետք է լինի մեկ բան։ Հասարակությունը պետք է հավատա սեփական իշխանությանը, դա է միակ այն պարիսպը, որը անհաղթահարելի է կամայական թշնամու համար։ Իսկ մեզանում այդպիսի բան գոյություն չունի։ Մեզանում անընդհատ ընթանում է չարիած փոքրագույնի տարբերակը։ Ինչում կարելի է մեղադրել ինչպես իշխանություններին, նույնպես եւ ընդդիմությանը։ Պարոն Խաչատրյան, հենց այդ կետից սկսենք։ Մի քանի դրույթեր շատ հետաքրքիր, վերջից սկսենք։ Դուք ասում եք նեգատիվ ընտրություն, ես հարցեցի պատճառը, դուք հիմա ասում եք, որ չի կարելի մեղադրել ոչ մեկին, ոչ մյուսին։ Պատճառը այնուամենայնիվ։ Պատճառն այն է, որ ներկայիս իշխանությունը համարում է աստիճանաբար կորցրեց եւ նախորդող տարբերակը, որը իրեն հաղթանակ էր բերել, ինքը ամենայն ուժով, հնարավոր ողջ ռեսուրսով փորձեց իրականացնել, անցկացնել եւ դա ինչ որ չափով հաջողություն ունեցավ։ Բարի, հաջորդ ձեր դրույթը ընդդիմությունը չի հասունացել, ասում եք դուք։ Ես այլ ձևով ձևակերպեմ, արդյոք կարելի է ասել, որ քաղաքական ուժերը չեն հասունացել, քաղաքական գործիչները Հայաստանում ընդհանրապես այդ ոլորտը չի հասունացած եւ մասնագիտացած չի։ Այլ կերպ ասեմ, քաղաքականությամբ զբաղվում են ոչ քաղաքական գործիչներ եւ այստեղ մենք մեծ բաց ունենք, որը եւ պատասխան է տալիս ինչու այնուամենայնիվ ընտրողները ընտրության հնարավորություն չունեն ոչ թե ձեր նշածն դա ոչ միայն ձեր նշած ուրեմն պատճառներով, այլ նաեւ չգիտեն ում ընտրեն։ Չէ, այստեղ գիտեք մի էսպիսի բան կա, էլի, երբ որ մենք ասում ենք, որ անհատների վրա փորձենք դնել դա սոսկ անհատների խնդիր չի, էլի։ Բայց քաղաքական ուժեր կարող են լինել։ Քաղաքական ուժ ասածն ինչ է։ Դու ես եմ հարցնում։ Քաղաքական ուժը դա համոզմունքներ ունեցող մարդկանց բազմություն է։ Համախմբություն է, այո։ Բազմություն է, որը ձևավորված է մի ինչ-որ կառուցվածքով, այդ կառուցվածքով ձգտում է իշխանության երկրում։ Կամայական քաղաքական ուժը գոյություն չունի, եթե նա չի ձգտում իշխանության։ Ես ժամանակին ուղղակի այդպես ծայրահեղ հայտարարություններ եմ արել, որ մեր արտասահմանում գոյություն ունեցող այն կուսակցություններ, որոնք Հնչակյան են, Ռամկավար կուսակցությունը, ասենք, Դաշնակցություն, եթե նրանք չունեն այստեղ ստրուկտուրաներ, որոնք ձգտում են իշխանության, ուրիշ երկրներում նրանք կուսակցություն չեն, նրանք բարեգործական ընկերություններ են, էլի լավ բաներ են անում, դպրոցներ են պահպանում, են, բայց դա կուսակցություն չի, որովհետև կուսակցությունը դա մարդկանց համոզմունքներով իրար հետ ձուլված համախումբն է, որը փորձում է իշխանություն ստանալ իր երկրում։ Այդ դեպքում ձեր ձևակերպում ընդդիմությունը չի հասունացել։ Ընդդիմությունը չի հասունացել, որովհետև կա պարտադիր քայլեր, որոնք պետք է ծրագրավորված լինեն կամայական ընթացքի դեպքում։ Ընթացքները 1, 2, 3-ն են։ Այդ այնպեսին չի, էլի, որ ընթացքները կարող են լինել 66-ը։ Այդպիսի բան չկա երկրից երեսին։ Այսինքն, որ ժամանակ ինչպիսի քայլեր են անհրաժեշտ անել։ Ներկայիս իշխանությունը ավելի փորձ ունենալով, իհարկե անվիճելիորեն փորձ ունենալով ավելի քան թե ընդդիմություններ, որը կանգնած էր նրա առաջ ընդդիմադիր դաշտում գործելու տեսակետից անհամեմատ ավելի փորձառու էր, նրան ուղղակի դրեց բացարձակ անսպասելի վիճակի մեջ։ Այսինքն 10%-ի ձայները հաշվարկած են, ինքը հայտարարում է, որ ինքը արդեն հաղթել է։ Ինչ անի ընդդիմությունը, սկսում է մտածել։ Եվ այդ մտածելը տևում է ինչ որ շաբաթներ։ Հասկացանք, այնտեղ եղել են ձերբակալություններ։ Այդ ձերբակալությունները հնարավոր է եւ ինչ որտեղ ինչ որ process-ներ կասեցրել են, բայց ամեն դեպքում մի խոսքս կտրեմ մի բանով, էլի, որ բոլոր մեծ առաջնորդների մեջ, որ պատմության մեջ եղել է, կա մեկը, Օկտավիանոս Օգոստոս։ Եվ բոլորս գիտենք, Հռոմի կայսր, հիվանդոտ, ֆիզիկապես թույլ, բացարձակ, թվում է թե որակներից զուրկ, ուներ մեկ տաղանդ, մեկ տաղանդավոր օգնականներ ընտրելու տաղանդը։ Այսինքն դու պետք է ընտրես մարդիկ, ովքեր ի վիճակի լինեն ստեղծել A, B, C, D ծրագրեր։ Ելքերը, ես նորից եմ կրկնում, շատ բազմազան չեն։ Այդ ծրագրերը պետք է
գործի դրվեն այն ժամանակ, երբ որ եկել է դրա պահը, եւ միշտ պատրաստ լինես նրան, որ քեզ հակառակվող ուժը, քո հակառակորդը քաղաքական դաշտում կանի որոշ քայլեր, որոնք դու չէիր էլ ծրագրել, որովհետեւ կամայական ծրագիրը դա ինչ բան է, պետք է մենք հիշենք էլի այդ կամպանիա դրա համար է կոչվում, կամպանիա նշանակում է ռազմական գործողություն, կամպանիա է դրա համար կոչվում, այդ կամպանիան նրա համար է դրված այդ քաղաքական զարգացման վրա, որպեսզի մարդիկ հասկանան, որ դա ռազմական գործողություն է, որտեղ ոչ մի ծրագիր իդեալական չի կարող լինել, բայց եթե դու չունեցար ստրատեգիական ծրագիր, այդտեղ բերենք արդեն մյուս մեծ իմ կարծիքով մտածողի միտքը, որ բոլոր տեսակի տակտիկական հաջողությունները հնդածս, այդ ընթացքի ժամանակ երբ որ ընթանում է, դա ընդամենը աղմուկ է թեթևակի խորտակումից առաջ, անգամ քո եթե չունես ստրատեգիա